Երկու հարց ունեմ, առաջի հարցը Կարկուտից տուժած Տավուշի մարզի հատկապես Բերթավան համայնքի, վերջերս Բերթավան համայնքում էի եւ բնակիչները հորդորում էին եւ կոչ էին անում, որ այս հարցը բարձրացնեմ, արդյոք դուք ծանոթ եք այդ վնասների փոխհատուցման հետ կապված ինչ տեղում է եւ արդյոք ակնկալ են մեր հայրենակիցները, որ կառավարությունը ի վերջո եւ գույքային վնասակրվել եւ գյուղատնտեսության մեծ վնասներ հասցրել, ես մի գյուղի օրինակով ասի, բայց տենց մի քանի համայնքներ կան։ Այդ առաջի հարցը, երկրորդ հարցն էլ վերաբերում է թափուկ վառելիքին, արդյոք այս ուղղությամբ էլ 8 խորանարդ մետր տրամադրվող եթե չեմ սխալվում, անցած անգամ հանձնաժողովի նիստին էլ պարոն Ղալումյանի հետ, երբ որ շրջակա միջավայրի փոխնախարարներ եկել, ասեց, որ դուք էլ եք այդ հարցը բարձրացրել 8 խորանարդի հետ կապված թափուկ վառելիքի, դա ինչ տեղում է եւ արդյոք ակնկալել էլի մեր հայրենակիցները, որ կարճ ժամանակամիջոցում հնարավոր կլինի լուծումներ տալ եւ վերջո ձմեռվա շրջանը սկսվում է եւ մարդիկ հնարավորություն ունենան օգտվելու թափուկ վառելիք ստանալու իրենց հնարավորությունից։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Դանելյան, միանշանակ քաջատեղյակ եմ կոնկրետ Բերթավան գյուղի կարգատարության դեպքին, ճիշտ եք ասում, իհարկե ամենաշատ վնաս հենց կոնկրետ Բերթավանին է հասցրել։ Ես բազմաթիվ դիմումներ եմ ստացել, անցած, եթե չեմ սխալվում, նախանցած կառավարության նիստով որոշակի գումար արդեն հատկացվել է, այնտեղ դիմումների ճշտման որոշակի խնդիրներ կա, այսինքն process-ը գնում է։ Ինչ վերաբերում է թափուկ վառելափայտին, ես անձամբ կանչել եմ անտարտնտեսության տնօրեններին, խնդիրը հասկացել եմ անմիջապես ինչու՞մ է կայանում խնդիրը։ Հիմա թափուկ վառելափայտի տրամադրումը գտնվում է գործընթացի մեջ, այսինքն այնպես չի, որ ժողովուրդը մերժվում են, տրամադրվում է, որոշակի խնդիրներ կա տեխնիկական, որոնք որ ընթացքում ըստ պայմանավորվածությունների կլուծենք, ես անձամբ նախարարի հետ եմ քննարկել այս հարցը։